Բարոյական է, որ վեհափառին արգելեցին մասնակցել վրաց պատրիարքի հուղարկավորությանը։ Ոչ մի կերպ եւ միանշանակ դեմ եմ, որտեղ այն հարցն է, որ հոգեվորական եւ առհասարակ եկեղեցուն առնչվող առավելևս նման նուրբ հարցերի վերաբերյալ դա ազգի ամոթն է, այսինքն ազգի ամոթ ասելով, որ ճակերտավոր ասած ազգա ներկայացնում ինքը ընդամենը խարանա ու սև բիծ է թողում հերթական անգամ իր սև նզովյալ քայլն է անում, որը որ անընդունելի է եւ ավատավորների կողմից եւ իրանց ներսում էլ, ուղղակի իրանց մեջ չեն արտահայտվում, ես կասեի։ Առավոտյան նայում եմ, դե իմը տրան անուն չտան գիտի սատանա է, Փարիսում սատանա է, հարցեցին թե ու Ինչի՞ մեզ խաբեցիր այդ Ղարաբաղի հարցով, հիմա էլ ինչ երեսով եկել նորից բանանում էլ ասենք այդ մասնակցում այդ բաներին։ Ասում մենք ընկել ենք թագարդ է, դու ինքդ թագարդ ես, այհան ասում, դու ինքդ սատանա ես։ Այսինքն այդ սատանի որոշումները բոլոր անօրինական են, ես պիտի ասեմ ցեզ էլի։ Դու ով ես որ ոչ պետական օրգանին, տասնես ասենք էլի, այսինքն համապետությունը, դա մեր հոգևոր պետությունը, բռնես, փագես, բացես, դու ով ես։ Քեզ ով է իրավունք տվել այս սատանա։ Եկեղեցին մերն է, մենք եկեղեցուն, կաթողիկոսը մերն է, մենք կաթողիկոսին։ Ինչ է։ Վեհափառին մենք հարգում ենք, պաշտում ենք աղջիկյան, հա։ Մեր վեհափառն է, մեր կաթողիկոսն է։ Ես եմ ասում, անմարդկային վերաբերում ենք, որ այս մարդը Վրաստանը մեր հարևան երկիրն է, հազարամյակների հարևաններ ենք, ոնց այդպես մի հատ խոր մտածեին։ Ասում քննիչն ով որ արգելի, վերևից են կարգածել նրան։ Այդ մենք գիտենք ինչ է կատարվում։ Անմարդկային վերաբերում, բոլորովին անմարդկային վերաբերում, ուրիշ ոչինչ է։ Որովհետև ես չեմ ընդունում այս կաթողիկոսին։ Այս կառավարությունը ինչ որոշում է, սա սխալ է որոշում, էլ ինչ ասես, ինչ պիտի ասես։ Սխալ բաներ են որոշում, ինչ պիտի ասես։ Մենք ոչ մի կապ, ոչ մի տեղ չենք ուզում դաժե կապել։ Բայց եթե ինչ որ մի բան նախատեսվում է այդ գործերով, շատ սխալ բաներ կկատարվող։ Շատ սխալ է, մեր երկիրը հələ այնքան պիտի կատարի ճիշտ բաներ, որ էդի տրանը փակի, չի կարա այդպես բան լինի։ Անկեղծ ասած ես ազգությամբ եզդի եմ հիմնական, բայց մասնակցում եմ, երկու անգամ մասնակցել եմ վեհափառի ակցիաներին, որ այո, թույլ չենք տվել, որ հանկարծ անեն, որովհետև այսօր հայ ազգը դրանով է երևում։ Եթե հոգևոր առաջնորդին կպնում են, մնացածը արդեն խլուզվում է, ինքնությունը, մարդու պատմությունը վերացնում է։ Ես կոչ կանեմ, որ հայ ազգը միած թափվի հասկանա, այդ ինքնությունը իրանց կորում է։ Այսօր դաժե կասեի, որ մի հատ նայեն մեր եզդի ազգին։ Մենք ինչքան թասիբով ենք, ինչքան ենք մեկս մեկի սենց պայքարում մեր ավանդույթները, ամբողջ Եվրոպայում են, իհարկե Ռուսաստանում են, բայց մի հատ ուշադրություն թող դարձնեն, ինչքան են համախմբված։ Միգուցե ճիշտ են գտել, ես բան չեմ կարող ասել։ Պիտի մասնակցի, վեհապարին ոչ մեկը իրավունք չունի արգելի ինչ որ հարցում, ինքը անկախ է մեր եկեղեցին, ու բոլորս էլ պիտի սատարկանենք վեհապարին։ Սրանց այդ հիվանդներին քշել է պետք, երկիրը մաքրել է պետք։ Ուրիշ ոչ բան։ Խնդրում եմ այդ ինձ մի հարցրեք այդ։ Սխալ եմ համարում էդի։ Մենք վեհապառին միշտ պաշտել ենք ու կպաշտենք։ Վեհապառը միշտ ճշմարտություն է խոսում, ես ոչ մի բան չեմ ուզում ձեզ պատմել։ Ինքը ամենահարգված ու սիրված անձնավորությունն է այս Հայաստանում։ Ում մարդկանց կողմից, որոնք սիրում են, հասկանում են կյանքը, իրականությունն ու ճշմարտությունը։ Գիտեք ինչ կասեմ։ Այդ լրիվ կապ չունի ես քաղաքականության հետ։ Թող այդ հար մարդը ոչ էր պաղնելու։ Այդ հար կմասնակցեր իր օրնանկը կտար, հետ կգար։ Անես չի որ ես համ նրան եմ պաշտպանում, համ այսօրվա մեր կառավարությանը։ Բայց դե թող այդ հար, ինչ էր էլ։ Պետք է ման։ Շատ ներողություն, բայց ես չեմ զբաղվում այդ հարցերով, ուրիշի հարցերով։